Ժողովուրդ դուք լավ եք, ինչու եք գովազդում այդ հրեշային լալիբուն։ Խաղալիք, որը վախեցնող է, առաջացնում է հիստերիա, ձևավորում կախվածություն և ստեղծում սենսորային մանիպուլյացիա։ Միթե կարելի է տալ երեխաների ձեռքը, այդպիսով դառնալով ոմն մեկի ստեղծած բիզնեսի գերին, ովքեր ամեն կերպ փորձում են օգտագործել այն մեր երեխաների վրա։ Հիշեք ձեր մանկությունը, ցեխոտ ծնկներով բակային լիքը խաղեր ու մրցումներ, կավիճներ, գնդակներ, թղթից պատրաստված տարբեր խաղալիքներ, երբ խաղալիքը խաղ էր, այլ ոչ թե սարսափի աղբյուր։ Ու հիմա եկել եմ ձեզ հարցնելու. դուք ինչ եք տալիս ձեր անմեղ երեխաներին։ Փափուկ հրեշներ, նյարդայնացնող ձայներ և կախվածություն առաջացնող մեխանիզմներ։ Երեխան չի տարբերում այս ամենը գունավոր հեքիաթ է, թե լայվ սարսափ, բայց դու տարբերում ես ու վախը փաթեթավորված փափուկ հեքիաթի տեսքով հանձնում ես երեխայիդ։ Այս խաղալիք կոչվածը ստեղծում է հոգեբանական լարվածություն և վախեր, փոխարինում կենդանի խաղերը, խաթարում կենդանի շփումը և ստեղծում երևակայական զարգացումներ։ Առաջացնում է կախվածություն և ճնշում գերբազմակի օգտագործման, որը նման է էկրանային կախվածության։ Եվ եթե այսքանից հետո դուք որպես ծնող կորոշեք, որ այս խաղալիքը նորաձև է, թրենդային է, քյութ է, լավն է, հիշեք, որ այս խաղալիք կոչվածը չի կարող ապահովել ձեր երեխայի անվտանգ հոգեկան զարգացումը։ Ընտրողը երեխան չէ, ընտրողը ծնողն է, ուստի որպես ծնողներ եկեք թույլ չտանք, որ մեր երեխաների մանկությունը դառնա մարտահրավեր, այլ ստեղծենք բարենպաստ հող, ներդաշնակ միջավայր, որտեղ կլինի սեր, ջերմություն և ապահովություն։